Թեև ժամանակակից բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել հեպատիտների բուժման հարցում, մասնագետները վստահեցնում են, ամենակարևոր զենքը շարունակում է մնալ վաղ ախտորոշումն ու իրազեկվածությունը։ Հայաստանում հեպատիտ B-ի տարածվածությունը շուրջ 2% է։ Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահի խոսքով, սա համաշխարհային ցուցանիշների համեմատ բարենպաստ պատկեր է։ Հասմիկ Ղազինյանն ասում է, խնդիրն այն է, որ վարակակիրների մեծ մասը նույնիսկ չգիտի, որ ապրում է վիրուսի հետ։ Այսօր աշխարհում նշվում է հեպատիտների դեմ պայքարի ու իրազեկման միջազգային օրը։ Մասնագետների գնահատմամբ Հայաստանում վիրուսի մասին տեղեկացված է հիվանդների ընդամենը 10%, իսկ մնացածը շարունակում են ապրել առանց ախտորոշման։ Մեծամասամբ ինֆեկցվածները իրազեկված չեն իրենց համակեցության մասին այս վիրուսի հետ։ Այդ իսկ պատճառով Հայաստանում բնական է փնտրտուքներ կա, ինչու ենք ասում պետք է հասնենք էլիմինացիա, այն էլ 2030 թվականին, 2030 թվականին 4 տարի է մնացել ընդամենը, որպեսզի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուրեմն առաջարկված տարին կոչենք տարի առանց հեպատիտների։ Աշխարհում հեպատիտ B-ի քրոնիկ վիրուսակիրների թիվը հասնում է շուրջ 296 միլիոնի։ Բուժման բացակայության դեպքում հիվանդության հետևանքով կարող են զարգանալ լյարդի ցիրոզ եւ վարակային քաղցկեղ, ինչը հեպատիտը դարձնում է հանրային առողջապահության ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Մասնագետներն ասում են, Հայաստանում արդեն գործում են վաղ հայտնաբերման մեխանիզմներ։ Վիրահատությունից առաջ բոլոր պացիենտները պարտադիր հետազոտվում են հեպատիտների նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաեւ հղիներին։ Ժամանակին հայտնաբերումն ու բուժումը հնարավորություն են տալիս կանխել ծանր բարդությունները։ Հեպատիտ B-ի համար պրակտիկորեն բոլորս թիրախային խումբ ենք, որովհետև բոլորս հաճախում ենք թե ատամնաբուժարան, թե գեղեցկության սրահներ, թե դահուկները իրականացվում, ինչպես նաև սեռական ճանապարհով եւս փոխանցում է, բայց հեպատիտ B-ի դեպքում էլ ունենք մի շատ կարևոր առանձնություն, որ կարող ենք կանխել հիվանդությունը ի սկզբանե ստանալով համապատասխան պատվաստումը, որը որ մեր երկրում ներդրված է 99 թվականից։ Իսկ հեպատիտ C-ի դեմ պայքարում ըստ մասնագետների զգալի արդյունքներ կան։ Երկրում 2020 թվականից գործում է ազգային ծրագիրը, որի շրջանակում քաղաքացիները հակավիրուսային բուժումը ստանում են անվճար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակն է մինչև 2030 թվականը հասնել հեպատիտ B-ի եւ հեպատիտ C-ի վերացման։ Եվ Հայաստանը քայլ առ քայլ շարժվում է այդ ուղղությամբ։ Նախատեսվում են հաջորդ տարվանից գործարկել նաև հեպատիտ B-ի ազգային ծրագիրը։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով, վերջին տարիներին հազարավոր քաղաքացիներ արդեն բուժում են ստացել, իսկ կիրառվող դեղորայքի արդյունավետությունը գնահատվում է շուրջ 96%։ Միևնույն ժամանակ բժիշկները շեշտում են, նույնիսկ հաջող բուժումից հետո օրգանիզմում հակամարմինները շարունակում են պահպանվել, ինչը բնական են համարում։ Վարակի հիմնական փոխանցման ճանապարհներն են արյունը եւ սեռական շփումը։ Ռիսկի խմբում են ներերակային թմրանյութ օգտագործողները, բուժաշխատողները, լաբորատորիաների աշխատակիցները, ազատազրկվածները եւ արտագնա աշխատանքի մեկնողները։ Սակայն, ինչպես նշում են մասնագետները, հեպատիտ B-ի դեպքում բոլորը պետք է լինեն զգոն, քանի որ նույնիսկ ատամնաբուժական միջամտությունները, գեղեցկության սրահները կամ դաջվածքների ծառայությունները պահանջում են անվտանգության բարձր չափանիշ։ Առաջնային խնդիրներից մեկը նա է, որ մարդիկ չգիտեն, որ իրենք հիվանդ են, այսինքն ընդհանուր անախտանիշ է, հա։ Այո, հիմնականում խոսքը գնում է քրոնիկական վարակի, անախտանիշ վարակի մասին, եւ եթե մենք վերցնենք 10-20% թեկուզ ախտորոշված լինեն, իմանան իրենց կարգավիճակը, այն մյուս 80-ի մասին մենք չունենք ինֆորմացիա եւ ուստի այս մյուս տվյալներ ունենալով միայն չենք կարող հստակորեն պնդել, թե կոնկրետ ինչ սեռատարիքային բաշխվածություն ունի հիվանդությունը։ Միաժամանակ Հայաստանը կարևոր առավելություն ունի։ Նորածինների պարտադիր պատվաստման շնորհիվ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում սուր հեպատիտ B-ի դեպքեր չեն արձանագրվել, ինչը մասնագետները համարում են պատվաստումների արդյունավետության կարևոր ապացույց։ Նրանց խոսքով այսօր հեպատիտը այլևս դատավճիռ չէ, սակայն բժիշկները հիշեցնում են, հիվանդությունը հաճախ երկար ժամանակ ընթանում է առանց ախտանշանների։ Այդ պատճառով պարբերական հետազոտությունը, իրազեկվածությունը եւ ժամանակին բուժումը շարունակում են մնալ առողջության պահպանության ամենակարևոր պայմանները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։